Շարունակում ենք ծրագիրը եթերում ART-ի նորություններն են եւ արդեն մեզ է միացել վերլուծաբան Արմեն Չիբուշյանը։ Բարի երեկո Արմեն։ Բարի երեկո։ Արմեն, այս ընդհանուր պարոն Թրամփի քաղաքականությունից մի քիչ խոսելով պատկերացնում կազմելու համար էլի, փաստորեն Կանադայի վրա ճնշում գործադրեց, Մեծ Բրիտանիայի նման ճնշում գործադրեց, որ երկար տարիներ եղել են Ամերիկայի բարեկամ երկրները, Եվրոմիության վրա եւ այլն եւ այլն, եւ հիմա ինչքան տեսնում ենք Հարավային Կորեային ասես թվում, չես կատարում պայմանները։ Այո։ Եվ հիմա թե Անգլիան եւ թե Կանադան նայում են դեպի Չինաստան։ Հիմա էլ մենք նոր ասացինք, որ ցույց է տալի, հա, չնես հա։ Կամ հիմա չգիտենք, հա։ Ասեց, այ Կանադային ասում, եթե դու ասում ես Չինաստանի հետ առևտուր անես, սենց էլի բաներ կանենք։ Դա Արմեն, ընդհանուր առմամբ էլի սենց պատկերացնելու համար, այս քաղաքականությունը այսքան բան ուժային, այսքան դոմինանտ, ուր է տանելու էլի վերջո։ Փաստորեն մենք ստացվում է Ամերիկան բարեկամ չունի այս պահին, չէ՞, մի հատ երկիր չկա, որ ասենք բացի Իսրայելից երևի, հա, մենակ Իսրայելն է, որ ասենք, այո, որ ոչ մեկը որ խնդրեմ չստեղծեց, չնայած ասեմ, հիմա Իսրայելն էլ է դժգոհ, բանի հետ կապված, Գազայի ծրագրի հետ կապված, որովհետև այն մարմինները, որ ստեղծվում են խաղաղության պլանը իրականացնելու համար, այնտեղ ակտիվ ուզում են մտնեն թուրքերը, որը իսրայելցիք չեն ուզում։ Որտեղ հիմա իսրայելցիք հակառակը իրենք արդեն պլաններ են կազմում ամեն դեպքում թուրքերի հետ պատերազմի դեպքում ինչ պետք է անեն։ Իսրայելական լոբին ակտիվ աշխատում է, որպեսզի Թուրքիային F-35 չտրամադրվի, որ օդում Իսրայելը ունենա դոմինանտություն մեծ հիմա տեսնում եք Լիբանանի հետ ծովի հետ կապված Կիպրոսի, ուրեմն Հնդկաստանի անգամ ուրեմն Եգիպտոսի, Հունաստանի հետ փորձում է ստեղծի մի հետաքրքիր ուրեմն դաշինք, որը կզսպի Թուրքիային, հա, եւ վերջին շրջանում մենք տեսնում ենք, որ նաեւ այդ խաղաղության պլանին չեն հավատում Իսրայելում, իրականում դա այդպես է, պարզապես Թրամփին զիջեցին, որպեսզի չվատացնեն հարաբերությունները, ավելին ասեմ, Նեթանյահուն հանդես եկավ հայտարարությամբ, որ մենք այլևս չպետք է զենքից կախված լինենք Ամերիկայից, Ամերիկան մեր դաշնակիցն է, խնդիր չկա, բայց մենք չենք կարող կախված լինել Ամերիկայից։ Իա, որտեվ այսօր այսպես է վաղ կարող այլ կերպ լինել։ Այո, ճիշտ է, ասում եմ, մենք ամեն ինչ չենք կարող արտադրել, բայց դա պետք է կտրուկ մինիմալացնել, այսինքն գոնե այն ինչ որ մենք կարող ենք արտադրել չներկրել, ուրեմն մենք պետք է արտադրենք ու չներկրենք։ Եվ Իսրայելը ուրեմն եւ հայտնում է օրինակ միջոցներ ունեն, որպեսզի դա անեն, եւ 10 տարվա ծրագիր են մշակել, որպեսզի կտրուկ Ամերիկայից կախվածություն նվազեցնի։ Հետեւաբար Իսրայելի պահովել կա խնդիր։ Իսրայելի պահովել կա խնդիր։ Տեսեք, սա յուրօրինակ ձև է, սա իրականում այն ինչ որ ես կանխատեսել եմ դեռ ընտրություններից առաջ Թրամփի, դե տրամաբանության մեջ գնում է ուղղակի մի քիչ էքսցենտրիկ ձևով, այսինքն սա ինչու է այն ժամանակ ասում էի, խնդիրը այն է, որ Թրամփը դժգոհ է Եվրամիությունից, օրինակ Չինաստանի հետ հարաբերություններից, դե բնականաբար Կանադան, Մեքսիկոն եւ մնացածը Պանաման ավելացան հնդածս, բայց գլոբալ միտքը հենց այդ էր։ Ամերիկայի Միացյալ Նահանգները կորցնում է դոմինանտությունը տնտեսության պատճառով չինական եւ բնականաբար Աֆրիկայում են զիջում դիրքերը, Եվրոպա, հա, ավելին ասեմ, օրինակ, տեսեք, նույն եվրոպացիները, հատկապես ֆրանսիացիները Աֆրիկայում պետք է ազդեցություն ունենային, չէ՞։ Եվ Միացյալ Նահանգները այսպես գոհ էր, որ այդ օրինակ Չինաստանի մուտքը այդպես արգելվում է, բայց աստիճանաբար տարիների ընթացքում եվրոպացիները զիջեցին իրենց դիրքերը ուրեմն Աֆրիկյան մայրցամաքում, այնտեղ մտան ռուսները ու չինացիները, հետո ուրեմն աստիճանաբար չինացիները ավելի խորը մտան, հիմա թուրքերն են մտնում շատ ակտիվ եւ այլն այսպես շարունակ, հա։ Այսինքն Թրամփը հասկացավ մի բան, որ Միացյալ Նահանգները այսպես, որ մի բան պետք է անել։ Հիմա անելու տարբերակը ընտրվել է տարիֆները, հիմա էլ սպասում են Գերագույն դատարանի որոշմանը, արդյոք այդ տարիֆները ուժի մեջ կթողի թե չէ։ Անդադ Թրամփը դա շեշտում է, հուսում եմ որոշումը ճիշտ կկայացվի, հակառակ դեպքում ես չեմ ուզում վճարեմ տարբերությունները, որովհետև պատկերացնում եք, եթե Գերագույն դատարանը հիմա ասի տարիֆները տանօրինական էին, այս ամբողջ 1 տարվա ընթացքում ում վրա որ տարիֆ է սահմանվել, բոլորից պետք է հետ վերցնել։ Այսինքն գլոբալ ինքը չի էլ թաքցնում, նույնն էլ Պուտինի հետ խաղը խոսքը Չինաստանից կտրելու մասին է։ Այսինքն, եթե մենք գլոբալ վերցնում ենք, ձեր հարցի պատասխանը միանշանակ դա Չինաստանի դեմ պայքարն է։ Օրինակ, Մեծ Բրիտանիան հիմա կարծես թե իր դե գիտեք, հիմա այդ բիոլաբորատորիաների գործընթացը շատ ակտիվ զարգանում է, որովհետև այնտեղ դե հազար մի բան է ստեղծվում, նորարարություն եւ այլն, հա։
եւ նաեւ նույն դրանց շնորհիվ որ հա արագ գտնում են վիրուսների դեմ, օրինակ COVID-ի դեմ պայքարի տեղը որ հայտնաբերեցին, բայց մենք պետք է հասկանանք, որ COVID-ն էլ ծնվեց չինական բիոլաբորատորիայից, հա։ Եվ հիմա Մեծ Բրիտանիան 1.3 միլիարդ դոլարի, եթե չեմ սխալվում, 1.3 միլիարդ դոլարի ծրագիր է ուզում իրականացնի AstraZeneca-ն, ուրեմն եթե էլի հիշողություն չի տալիս, դա բրիտանա-շվեդական հիմնարկ է, բայց բրիտանացիները Starmer-ը գնաց Չինաստան, իդեպ այնպես չի որ շատ լավ են ընդունել Չինաստանին, Starmer-ին, բայց արդյունքը մենա որ AstraZeneca-ի այսպես մեծ կարելի ասել բիոլաբորատորիա ուզում այնտեղ հիմնի եւ կներեք ինչ են ասում են ոնց ասում են նախ բիոլաբորատորիան դա զենք է այսօրվա աշխարհում դա զենք է դե գիտեք ամերիկացիները սիրում են Հայաստանում էլ են չէ հիմնել Ուկրաինայում էլ Հայաստանում են դա սարքեցին հետո չգիտեմ ինչ բայց ասում են մի երկիր որը բավականին առաջ է եւ ինչ գիտենք կարող է հատուկ այդ COVID-ը թողնվեց չինական լաբորատորիայից եւ հիմա դու տանում ես եւ զարգացնում ես այդ ոլորտը Չինաստանում առանց այդ էլ իրանք բավականին առաջ են այսինքն Թրամփը ասեց նրանք պետք է դա չանեն նույնն էլ Կանադայի հետ կապված եւ զգուշացրեց եւ Մեծ Բրիտանիային եւ Կանադային որ չպետք է դա անեն այսինքն Չինաստանը չպետք է հարաբերությունները խորացնել Փաստորեն այս իր քաղաքականությունը այդ ուժային քաղաքականությունը գոնե առայժմ հակառակ ռեակցիա է տալիս այսինքն իրանք ավելի են մոտենում Չինաստանին փոխանակ Չինաստանից կտրվեն որտեւ ասում է ինքը պայմաններ ա դնում այս պայմաններով ինքն էլ ուզում է գնալ Չինաստանի հետ ասում է չէ Չինաստանին չես կարող իմ հետ այս պայմաններով չէ սա ինչքան կշարունակվի ես չգիտեմ Արմեն որտեւ ես նման բան նախօրինակ չեմ հիշում որ որևէ երկիր այս աստիճան ուժային քաղաքականություն վարի տնտեսական եւ բոլոր իմաստներով էլի ես միշտ մտածում որ սա կարող է հակառակ ազդեցություն ունենալ Միացյալ Նահանգների էկոնոմիկայի եւ ամեն ինչի վրա Դուք շատ ճիշտ մտահոգություն եք հայտնում իդեպ տեսեք այս պահին մի քիչ չդատենք որ արդեն հակառակ արդյունքն է տվել բայց որ ինչ որ որովհետեւ ավելի շատ տպավորություն է հիմա ստեղծվում որ այսպես փորձում են պատասխանել Թրամփին սպառնալիքներին բայց արդյոք դեռ փորձում են պատասխանել թե արդեն կոնկրետ քայլերի են դիմում որը կվնասի դա Երևան բայց իրանց այդ ալտերնատիվը տրամաբանական է ասեց չէ այդ դե ուրիշ տարբերակ չկա ասեց երկրորդ ասեց այսօր բանն ասեց բայց այստեղ նյուանսներ կա որի մասին կուզեմ խոսել երկրորդ մասում գովազդ կվերադառնանք ու կշարունակենք զրույցը Արմեն Չիբոշյանին Քո տոնը սկսվում է այստեղ Cosmo Palace ընտանեկան բոլոր միջոցառումների իրական կենտրոն վայր որտեղ հայկական ջերմությունը միահյուսվում է եվրոպական շքեղությանն ու նրբագեղությանը հայտնի եւ սիրված երգիչ երգչուհիներ լավագույն շոումեններ որոնք ձեր երեկոն կդարձնեն իսկապես անմոռանալի համեղ եւ տարբերվող խոհանոցի ներդաշնակություն հարիր միայն բարձրակարգ ճաշակին անզուգական սրահինքից Hookah Lounge Patio լավագույն եւ ռոմանտիկ երեկոներ բաց երկնքի տակ սա պարզապես ռեստորան չէ սա Cosmo Palace-ն է Շարունակում ենք ծրագիրը եւ զրույցը վերլուծաբան Արմեն Չիբոշյանի հետ Արմեն խոսում ենք Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունից եւ իր վտանգներից Այո, հա, իդեպ հիշեցնենք, որ դատարանը որոշում կայացրեց Պանամայի, որ հակասահմանադրական համարեց չինական այն ընկերության, որը ուրեմն Պանամայի նեղուցի այս եւ երկու կողմերից ուզում էր նավահանգիստ կառուցել եւ ուրեմն վերահսկել, այսինքն եւ տնօրիներ այդ ուրեմն նեղուցը երկու կողմերից էլ հակասահմանադրական է համարել եւ հիմա ուրեմն արդեն ամերիկյան ընկերությունները կարող են դիմել եւ վերցնել ըստ ամերիկյան կողմի, բայց այնտեղ էլի խնդրեմ կա, որովհետեւ այնտեղ ես մի քիչ այդ ենթակառուցվածքներից լավ չեմ հասկանում ծովային, բայց այնտեղ ինչ որ 4-րդ կամուրջ են իրենք կառուցում չինացիները, որոնք չի հաջողվել վերցնել դեռ չինացիների ձեռից եւ խնդիրը նա է, որ այդ 4-րդ կամուրջի վերահսկողությունը կամ որքան հասկանում եմ, եթե դրա հետ ինչ-որ մի բան եղավ, այսինքն կկարողանան կանգնեցնել ուրեմն երթևեկությունը, հա, այդ ինչ-որ մի բան, ուրեմն խոսում են այդ 4-րդ կամուրջի կարևորությունից, այսպես ես չգիտեմ, մասնագետներ կան կարող է լավ են հասկանում այդ թեմայից, բայց գլոբալ ուզում ասեմ, ինչ-որ վերահսկողություն շարունակում է պահել Չինաստանը, այնտեղ դանիական ընկերություն կա, որ ինչ-որ ուզում է մտնի, թե Ամերիկայի հետ համատեղ, թե ամերիկյան ուրեմն նախաձեռնության, չեմ կարող ասել, բայց ամենայն դեպս ուրեմն
իրենք փաստորեն պատրաստվում են արդեն Պանամայի նեղուցը, այդ որը որ հետ վերցրեցին Չինա, այսինքն չթույլ տվեցին որ չինացիները ուրեմն վերահսկեն, հիմա դա հետ վերցվեց, հա։ Նույնն էլ հետարքրական մի բան, բայց մի հետարքիր բան կա։ Նյուանսը հետևյալն է, տեսեք, Գրենլանդիայի հարցով շատ աչափ անցավ Թրամփը եւ եվրոպացիների իդեպ պատասխանը, քանի որ Եվրոպան եւ Միացյալ Նահանգները իրարից շատ կախված են, շատ, ոչ միայն ուրեմն դե մենք գիտենք, որ ենթադրենք Կանադան եւ Մեքսիկոն առաջի երկու գործընկերներն են Ամերիկայի, հա, մեծ հաշվով, բայց մենք պետք է հասկանանք, որ ամբողջ Եվրամիությունը միասին գլխավոր գործընկերն է Միացյալ Նահանգների եւ հակառակը։ Եվ այստեղ նրանց պատասխանը ես կարծում եմ, որ ազդեցություն ունեցավ Թրամփի Գրենլանդիայի հարցով դադար վերցրեց նկատում եք եւ այսպես շարունակ, հա, հիմա կենտրոնացել է Իրանի վրա, բայց ես կարծում եմ, այս կինոն շարունակվելու է դեռ Գրենլանդիայի հարցով, դեռ մենք այս փուլում ենք, հա։ Եվ մեկը մի բան, այս դիրքորոշման ինչն է հետաքրքիր Թրամփի։ Օրինակ, ինչով է ինքը քանի որ գործարք կնքող է ըստ իրեն, ինքը մտածում է, եթե ես հիմա ցույց տամ, որ ես Եվրոպային չեմ ճնշում, մենակ ինչ որ առանձին երկրների եմ ճնշում, հա, մենք ամբողջ հյուսիսատլանտյան դաշինքով ճնշում ենք ինչ որ ուրիշների, կոպիտ ասած, այս իմաստով, հա, դա կնշանակի, որ ինձ հետ գործարք չեն կնքի, որտեղ ես չեմ լինի արդեն միջնորդ, կլինեմ կողմ։ Դրա համար ինքը ինչ է անում հետեւաբար, տեսեք, օրինակ, այսօր գրառում է կատարել Հնդկաստանի հետ կապված, խոսել է Մոդիի հետ եւ ըստ Թրամփի գրառման Մոդին ասել է, չգիտեմ, տվել եք թե չէ, որ ռուսական նավթից հրաժարվում է, այո։ Հիմա ես չգիտեմ, ինչի ինչ որ անցած անգամապես չստացվի, հիմա որ Մոդին դուրս գա կամ հնդիկները ասեն մենք չենք հրաժարվի, մենք ուղղակի մենք դες բան չենք ասել կոպիտ ասած, բայց իմ լավ ընկերն է, բան, այսինքն շատ հնարավոր է Թրամփի տակտիկան է կիրառում, որ Մոդին ասել է դե տեսնենք ինչ կարող ենք անել, դե անպայման կփորձենք, ինքը ասում է վերջ հրաժարվել, այսինքն անենց պարտավորության տակ է դնում, որ տարբերակ չլինի։ Բայց խնդիրը որն է, ուրեմն իրենք տարիֆները մի քիչ իջացնում են, Հնդկաստանը զրոյացնում է ինչ որ ամերիկյան տարիֆները, որպես ինչ որ հավասարություն լինի, չգիտեմ, ինչ որ այսպես տարբերակներ, եւ համաձայնվել է ամերիկյան եւ վենեսուելական նավթ գնի, հա, շատ հետաքրքրական է այս տարբերակը, դե փաստորեն Վենեսուելայի վերցնել այս առումով կարող օգնի Հնդկաստանին, որտեվ ռուսական նավթից աստիճանաբար հրաժարվում։ Վստահ չեմ, որ ամբողջությամբ կհրաժարվեն, որտեվ հիմա խոսակցություն կա, որ ընդհանուր միջև $22 են գնում, թե 29 ինչ որ այդպիսի թիվ կա, այսինքն կոպեկներով են գնում հնդիկները, եւ ինչ են անում, վերածում են նավթավերակման գործան, վերածում են այո արդեն պատրաստի արտադրանքի եւ արտահանում են շատ ավելի մի քանի անգամ ավելի թանկ գնով, որտեվ կոպեկներով դիսկաունտով առնում են ուրեմն ռուսական նավթը, որքանով մասնավոր ընկերությունները կհամաձայնվեն գնալը եւ այլն, այսպես շարունակ չգիտեմ, բայց հիմա տեսեք մի հետաքրքիր հանգամանք, հա, Պուտինը իմ ընկերն է ասում է, Սի Ցզինպինը իմ ընկերն է, բայց ասում է դուք չպետք է կոպիտ ասած իր հետ համագործակցեք, ինքը իմ ընկերն է, բայց դուք իրավունք չունեք իր հետ համագործակցեք, բայց ինքը իմ ընկերն է, մենք իր հետ շատ լավ հարաբերություններ ունենք, հա, հիմա նույնն էլ տեսեք, եթե օրինակ հիմա ըստ Թրամփի տրամաբանության ես փորձում եմ հասկանալ օրինակ ինքը երևի այսպես է մտածում երևի փորձենք որ եթե ես հիմա օրինակ ասեմ վերջ Ռուսաստանը մեր թշնամին է եւ գնամ Հնդկաստանի հետ գործարք կնքեմ որ ինքը Ռուսաստանից ոչ մի բան չառնի այդտեղ Հնդկաստանի վրա ավելի մեծ պրեսինգ կլինի հա մեծ հաշվով քան թե ես ասեմ Պուտինի ընկերն է բայց դու մի առ ռուսական բայց ես Պուտինի հետ շատ լավ հարաբերություն ունեմ հիմա տես ես ապահովել եմ քեզ ֆոն մտնոլորտ որտեղ դու հանգիստ կարաս հրաժարվես օրինակի համար ռուսական նավթից հա իհարկե սա չի աշխատում որովհետև եւ չի աշխատելու ակնհայտորեն որովհետև ասում եմ գումարելիների տեղը փոխելուց գումարը չի փոխ այո գումարը չի բայց ցանկացած քաղաքական ինչ որ բան քայլ չափվում է իր արդյունքով, չէ՞։ Իհարկե։ Տվեց արդյունք թե չէ, եթե արդյունք տալիս է, ուրեմն բան է, հիմա ես այդ իր քաղաքականության մեջ առայժմ տենց որ ասեմ, արդյունք տեսնում եմ, հենց կապված իր թեկուզ նպատակների հետ Չինաստանին իզոլացնելու եւ այլն եւ այլն։ Արդյունք կա, մենակ եթե վերցնենք Լատինական Ամերիկայում, գլոբալ եթե նայենք եւ մեր տարածաշրջանում, տեսեք, թրիփը արդյունք է։ Եկեք չթերագնահատենք դեռ չէ բայց ինչ որ խոսում է առաջընթաց է այսպես ասենք հա համաձայն եմ որ շատ ճանապարհ կա դեռանցնելու բայց ով կարող էր մտածել չէ երկրորդը ուրեմն Մադուրոին հանելը եւ վենեսուելական նավթը վերցնելը ասենք չգիտեմ Արգենտինայում Խավիեր Միլեին նորից դարձնելը մի քանի ռեժիմների ասենք այնտեղ ռեժիմներ կան որոնք վատ ռեժիմներ են բայց Թրամփի հետ
շատ լավ են եւ ինքը գիտի որ վատ ռեժիմներ են, ինքը գիտի որ իրաց ժողովրդի ռեժիմով ուրեմն ժողովրդին ճնշում են եւ այլն, բայց ուրեմն նրանք ասում են ավելավա սենց մենք մերը անենք, բայց Տրամփի հետ լավ անենք, չգնանք դեպի Չինաստան կոպիտ ասած, հա։ Այսինքն այս իմաստով, հա, արդյունք մեկ էլ կարելի է համարել մերձավոր արևելքում որոշակի փոփոխությունները, համարենք, որ այս Գազայի, այս ինչ որ ձևով, ինչ որ առաջապես չեն սպառնում իրար։ Այո, երևի ամբողջ արդյունքները սրանով է սահմանափակվում, բայց այդ ամբողջ արդյունքը բացառությամբ, չգիտեմ, օրինակ հիմա տեսեք, Դելսի Ռոդրիգեսին է ինքը հիմա մեծարում, այսինքն հասկացնում է, որ եթե քեզ լավ բայես, կարաս մնաս իշխանության, հա։ Այսպես ասենք, կարճաժամկետ արդյունքներ կան։ Երկարաժամկետ իմաստով ինչ կարող է լինի, օրինակ, արդյոք սա չի բերի նրան, որ Վենեսուելայի ժողովուրդը հիասթափվի Ամերիկայից, չէ, որ վերջո չազատագրեց Վենեսուելայի ժողովրդին, հա։ Նույն Իրանի պարագայում, հա, տեսեք, հիմա նույն ինքը շատ լավ գիտի, որ Իրանին այսօր Չինաստանն է պահում, մեծ հաշվով, եւ նաեւ զինում է Չինաստանը, եւ ուզում էին զորավարժություններ անցկացնեն։ Հիմա Ռուսաստանին ուզում է պոկի Չինաստանից, Իրանին ասում արի գործար կնքի ուզում է պոկի Չինաստանից, այսինքն գլոբալ նաեւ ուրեմն մեծացնում է, այսինքն որպես ուժային կենտրոն կամ այսպես ասենք վերացնում է իրանական վտանգը, որպեսզի մերձավոր արևելքում Իսրայելի շուրջ ստեղծվի այդ Աբրահամյան համաձայնագրերով արաբական երկրների հետ մի դաշինք, որով նաեւ ըստ էության կամրապնդի իր դիրքերը տարածաշրջանում շատ լուրջ եւ գումարած նաեւ կստեղծվի հակակշիռ լրջագույն Թուրքիայի համար։ Այսինքն, բայց այստեղ կա վտանգ, որովհետեւ Իրանի ոչնչացումը կամ քաղաքացիական պատերազմ սկսումը կամ Իրանի հետ կապված որպես ուժային կենտրոնի ամբողջությամբ ոչնչացումը կարաբերի ընդհանրապես ռեգիոնում հա ուժային փոփոխություն, այսինքն ուժերի հարաբերակցության բալանսի շատ վտանգավոր փոփոխության։ Դրա համար տեսնենք 2 օր տվեց իդեպ հեռուստատողներին ասենք Իրանին, 2 օր տվեց այսօր, ասես տեսնենք ինչ կլինի, Փեզեշքյանը համաձայնվել է բանակցելու, մի քիչ թերահավատ եմ, բայց տեսնենք որտեղ պայմաններից մեկը Իրանն էլ այդ արևելյան բանով ժամանակ շահելով, հա բանակցելով, հա այո, ոչ, քանի տարի այդ բանը լսում ենք արդեն։ Հա, իդեպ մի բան ասեմ, այստեղ հարցը գիտեք որն է, իսկ արդյոք ԱՄՆ-ն ուզում է բանակցի։ Այստեղ էլ է խնդիր, որովհետև պայմաններից մեկը օրինակ պետք է միանա հրթիռների վերահսկման այն ծրագրին, որի հետևանքով Իրանը չի կարող 300 կիլոմետրից ավել հրթիռ ունենալ, իսկ դա նշանակում է Իսրայելին չէ հասնի այդ հրթիռները։ Այսինքն այստեղ նաև լրջագույն սահմանափակումներ կան, էլի։ Այսինքն այստեղ Ամերիկանը ժամանակ շահում որ պատրաստվի, որովհետև լուրջ բան է, երրորդ իդեպ այս էլ արագ տեղեկացնենք, երրորդ արմադան է գնում, երրորդ ավիակրով։ Շնորհակալություն Արմեն, այսօր համար այսքանը, կհանդիպենք վաղը, մինչ տեսություն։ Հաջողություն։ ARTN լուրերի հովանավորն է FIBI ընկերությունը։